Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, թե Key փաստաթուղթը լավն էր, Մադրիդյան փաստաթուղթը լավն էր, 2015 թվականին իրեն առաջարկվածը վատը չէր, պատասխանում է այսպես. լավն էր, լուծեիք, ժամանակին գնայիք լուծումների։ Գնում էին, Նիկոլ։ Արցախն ազատագրել էին, այդ առումով լուծել էին հարցը, հերթը բանակցություններին էր, քայլ առ քայլ դա էլ էին լուծում։ Եթե դու բանակցեիր Մադրիդյան սկզբունքները շարունակելու տրամաբանությամբ, ապա նման կարգի մի փաստաթղթով կլուծեիր, կամ կլինեիր այդ ճանապարհին, ունենայիր այն բանակցային հմտությունները, ինչ այն ժամանակ բանակցողն ուներ, և քո օրոք կլիներ Մադրիդյան թարմացված, բարեփոխված տարբերակ, ոչ թե Պրահայի փաստաթուղթ։ Քեզ էլ ամեն դեպքում առաջարկվել էր բանակցային փաստաթուղթ, որը պատերազմ չէր բերում, Արցախն էլ մնում էր հայկական։ Լուծեիր։ Ինչի որոշեցիր գնալ պատերազմի ճանապարհով։ Այսինքն բոլոր նախագահների բանակցած տարբերակները ըստ Նիկոլի վատն էին, ամենալավը պատերազմի ճանապարհով հանձնելու տարբերակն էր։ Ոնց կարող է բանակցությունը պատերազմից վատը լինի։ Ոնց կարող է Արցախի հանձնումը դնես մի նժարի վրա, մյուս նժարի վրա դնես Արցախը պահելը ու որոշես, որ չէ, հանձնելը ավելի ձեռնտու է։ Ում է ձեռնտու։ Այո, Ալիևին, որ ձեռնտու է, գիտենք, բա քեզ ինչով է ձեռնտու։ Լավ, եթե քեզնից առաջ վերջնական չէր լուծվել հարցը, քեզանից խելացի մարդիկ, դիվանագետ մարդիկ չէին լուծել, դու համ համալսարան չավարտածդ, համ պատերազմից հեռու, համ դիվանագիտությունից հեռու, փողով ընդդիմություն աշխատած խմբագիրդ ու պատգամավորդ, ինչից որոշեցիր, որ դու կարող ես լուծել։ Տեսանք էլի լուծածդ։